Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցին բացումը արվել է Օծման արարողությունը 2001 թվականին 1700-ամյակի առթիվ քրիստոնեության ընդունման։ Բայց եկեղեցու կառուցման գործընթացը ավելի երկար է, այսինքն դեռևս Վազգեն վեհափառի օրոք որոշում է կայացվել, որպեսզի ունենան 1700-ամյակին նվիրված առանձնահատուկ եկեղեցի, որ պիտի տարբերվեր մյուսներից, եւ այս իմաստով Վազգեն վեհափառը օրհնում է եւ սկսվում է այդ գործընթացը, process-ը։ Հետագայում Գարեգին առաջինը, երջանկայիշատակ կաթողիկոսը առիթ է ունենում նաեւ եկեղեցու այս շինարարության մեջ իր օրհնությունը ունենալու եւ վերջը Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի վեհափառ հայրապետի ձեռամբ օծվում է 2001 թվականին, որովհետև այդ տարին քրիստոնեության ընդունման 1800-ամյակի տարին էր եւ բազմաթիվ հյուրերով, տարբեր եկեղեցիներից, տարբեր աշխարհի տարբեր կողմերից հայերով, ուրեմն բացվում է հայ առաքելական Սուրբ եկեղեցու ամենամեծ եկեղեցին, որը անվանվում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի պատվին, որպես նշան քրիստոնեության ընդունման։ Առանձնահատկությունը եկեղեցու կայանում է նրանում, որ ունի նաև երկու մատուրներ՝ Սուրբ Տրդատ թագավորի եւ Սուրբ Աշխեն թագու անվան մատուրները, որոնք նույնպես ծառայում են եկեղեցու ընդհանուր ծիսարարողակարգային կյանքին։ Եկեղեցին առանձնանում է ոչ միայն իր չափերով, այլ նաև իր ճարտարապետական տեսքով, լուծումներով, որովհետև երկրորդ օրինակը այսպեսին չկա։ Միակն է համարվում ինքը։ Միաժամանակ եկեղեցու մեջ կա սրբություն, Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը, որ միշտ ասում ենք, որ Երևանի սրտին է մասունքը դրված, եւ դրանով նույնպես իր օրհնությունը ունի եկեղեցին, իր առանձնահատուկ օրհնությունը ունի։ Հիմնականում Մայր եկեղեցին այսօր այլևս ունի ձևավորված համայնքային կյանք։ Եթե բացման օրվանից այդ առաջի տարիներին ինքը ավելի ծիսական էր, որովհետեւ բոլորը փորձում էին իրենց արարողությունները այստեղ անեն, որպես նոր բացված եկեղեցի։ Ժամանակի ընթացքում ճիշտ է, ծիսարարողակարգային վիճակը ավելի պասիվացել է, բայց դրան զուգահեռ համայնքային կյանքը ավելի ձևավորվել է, որովհետև եկեղեցին այսօր համարվում է մոտ տարածաշրջանի Երևան քաղաքի մեջ մի քանի համայնքների համար ծառայող եկեղեցի, որտեղից մարդիկ գալիս հասնում են այստեղ, եւ հետեւաբար այս առումով նաեւ եկեղեցին շնչում է։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցին ունի երիտասարդաց միություն, ունի կիրակնորյա դպրոց երեխաների համար, ծառայող քահանաների թիվը բնականաբար ավելի շատ են, քան մյուս եկեղեցիներում, եւ առաջնորդ հոգեվոր տեսուչը Սրբազան հոր գլխավորությամբ, ուրեմն եկեղեցին ընթանում է առաջ, պահելով իր խորհուրդը, իր առանձնահատկությունը, եւ մենք էլ փորձում ենք ամեն ձևով եկեղեցու այդ ինքնատիպությունը պահենք, մանավանդ օտարերկրացիների կամ արտասահմանում բնակվող մեր հայերի համար, որոնք շատ հետաքրքրությամբ գալիս են եւ փորձում են հասկանալ, թե ինչ կա այս եկեղեցում եւ ինչպիսին է ինքը ներսից։ Ես ծնունդով գյումրեցի եմ։ Դպրոցն ավարտելուց հետո հոգեվորական դառնալու այդ անմիջապես որոշումը չեմ ունեցել։ Տարբեր մտածումներ ունեի, տարբեր ցանկություններ ունեի կյանքում, բայց վերջը Աստված ինձ կանչեց ճեմարան եւ սովորել եմ Շիրակի ընծայարանում, հոգեվոր ընծայարանում, Շիրակի ընծայարանը փակվելուց հետո տեղափոխվել եմ Սևանի Վազգենյան դպրանոց եւ Սևանի Վազգենյան դպրանոցից հետո Մայրաթոր Սուրբ Էջմիածին Գևորգյան հոգեվոր ճեմարան։ Հոգեվորական դառնալու ցանկությունս ավելի շատ մեծացել է 3-4 կուրսում, երբ իմ աչքի առաջ ունեի այն ժամանակ հոգեվորականներ, վարդապետներ, ապեղաներ, որոնք օրինակ էին մեզ համար, որոնց նայելով այդ հոգեվորությունը, այդ ցանկությունը ավելի էր աճում իմ մեջ։ Եվ շնորհիվ այդ հոգեվորականների եւ նաեւ իհարկե առանց Աստծո կամքի չէր կարող այդ ամեն ինչը լինել, վերջը արդեն Գևորգյան ճեմարանում որոշումս կայացրել էի, որ պետք է լինեմ կուսակրոն հոգեվորական, բայց Աստված այլ ճանապարհ պատրաստեց ինձ համար եւ Փառք Տիրոջը նաեւ դրա համար, որովհետեւ արժանացա քահանայական ձեռնադրության օծման 2010 թվականին։ Եվ 2010 թվականից
ծառայության կոչվեցի, սկզբում ծառայում էի Մայրաթոր Սուրբ Էջմիածնում, Դիվանատանը, այնուհետև Արգենտինայի հայոց թեմ, Բուենոս Այրես քաղաք, Վարագա Սուրբ Խաչ եկեղեցի, եւ այնտեղից վերադառնալուց հետո ուրեմն նշանակվեցի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի առայսօր ծառայության։ Ամուսնացած եմ, ունեմ 2 զավակ։ Հավատքի տադանումները միշտ կա մարդու մոտ։ Եթե մի բա վերանանք քրիստոնեությունից, որպես կրոնական վիճակ, եւ ուղղակի մարդու տեսակի մասին մտածենք, մարդը միշտ հավատքի տատանումներ ունի, իր կյանքի նկատմամբ, իր արած գործի նկատմամբ։ Եվ սա բնական է, որ պետք է լինեն այդ տատանումները, որովհետեւ մարդը կատարյալ չէ։ Եվ քանի որ կատարյալ չէ, ինքը պետք է այդ կասկածամտությունը ունենա, երբեմն թերահավատություն ունենա։ Նույնը նաև քրիստոնեական կյանքի մեջ։ Այսինքն այն ինչ որ այսօր է, այն հավատքի տատանումները կամ հավատքի թուլացում կամ ինչ որ կասկածամտություն, որն այսօր մենք կարող ենք մատնանշել եւ ֆիքսել, դա նորություն չէ։ Անկամ Տեր Հիսուս Քրիստոս ավետարանի մեջ բազմիցս խոսում է դրա մասին, խոսելով մարդկանց թերահավատության մասին, ցույց տալով թերահավատության վնասը հոգեվոր կյանքին։ Հետևաբար միշտ է եղել դա։ Թովմասն անգամ Տիրոջ առաքյալներից թերահավատ եղավ, երբ որ ասաց, թե մինչև չտեսնեմ, չշոշափեմ, չեմ կարող հավատալ, որ հարություն է առել։ Ուրեմն սա բնական վիճակ է, բայց բնական է տկարությունից ելնելով։ Եթե այսօր ասենք, որ այդ թերահավատությունը կա եւ չափից դուրս շատ է, ես կարծում եմ, որ ստախոս կլինեմ։ Չափից դուրս շատ չէ, բայց ակներև է շատ դեպքերում թերահավատությունը մարդկանց մոտ, կասկածամտությունը։ Եվ դա գալիս է նախ եւ առաջ անծանոթ լինելուց, անծանոթությունից, որովհետև երբ մարդը ճանաչում է Աստծուն, նա հասկանում է, որ քաղցր է Աստված, բայց երբ չի ճանաչում, իր մեջ վախ կա, արդյոք պետք է իրեն Աստծո հետ նոր շփում ստեղծել, թե ոչ, որովհետև հոգեբանորեն մարդը երբ սովորում է մի վիճակի, դժվար է այդ մարդուն ետ բերել կամ դուրս հանել այդ վիճակից եւ բացատրել, որ քո վիճակը տկար է, լավը չէ, մարդը սովոր է դրան։ Ինքը իրեն վարժացրել է օրինակ մեղքին կամ մոլուցքին եւ մինչեւ պայքարում ես դուրս բերելու համար շատ դաժան է լինում, ինչպես հողագործը երբ պայքարում է շատ լուրջ մոլախոտի հետ, շատ քրտինք է թափելու, որ այդ մոլախոտը արմատապես վերանա։ Տեր Հիսուս Քրիստոս երբ բազմաթիվ հարցերի շուրջ է խոսում, վերջում մի շատ կարևոր նախադասություն է ասում ավետարանական հատվածներից մեկում, ասում է, բայց երբ մարդու որդին գա, արդյոք հավատք գտնելու է երկրի վրա։ Եվ սա այս հարցադրումը ռետորական էր, այսինքն պատասխան չէր սպասում Տերը։ Հետևաբար Տերն ինքը գիտեր, որ կգա ժամանակ, երբ հավատքը կտկարանա մարդու։ Այսօր այդ ժամանակն է, այդ տեսակ տկարության, որովհետև այսօրը մարդուն տալիս է հավատալու տարբեր վիճակներ, որոնք թվում է թե կյանքը ապահովող են կամ կյանքը ավելի լավը դարձնող են, բայց այդպես չէ։ Մարդը այսօր սկսել է հավատալ տեխնիկային, ասում են, որ դա պրոգրեսիա է, բայց դա տեխնիկայի պրոգրեսիան է, մարդունը չէ։ Տեխնիկան առաջ է ընթանում, մարդը մնում է իր տեղում, ռեգրեսիա է ապրում ավելի ճիշտ։ Հետևաբար այդ հավատքը խաբկանք է։ Եվ մենք քրիստոնեական լեզվով եթե խոսենք, այո, որբիսի ճշմարիտ հավատքը մթագնի, չերևա, շղարշվի, Սատանան պետք է ստեղծի հավատքի նոր եղանակներ մարդու համար, կեղծ հավատքի եղանակներ, որոնք կգան լրացնելու։ Մանուկ հասակում, երբ որ ծնողը դաստիարակում է իր երեխային, խրատում է, խոսքով է խրատում, երբեմն պատժով է խրատում։ Ծնողական պատիժը դա սիրո մեջ ձևավորվող պատիժ է, որտեղ ծնողը փորձում է դաստիարակել իր երեխային, ցույց տալով, որ ինքը կարող է զրկվել, կարող է վնասվել ինչ-որ տեղ։ Աստված նույն ձևով շփվում է մեզ հետ։ Եթե ես մանկական վիճակի մեջ եմ որպես հավատացյալ, ուրեմն ես Աստծո խրատի կարիքը ավելի շատ ունեմ։ Եվ ում շատ է սիրում, նրան շատ էլ խրատում է, որպեսզի ավելի լավը լինեմ։ Եթե ես պատանեկան վիճակի մեջ եմ, Տիրոջ խոսքն է այլևս գալիս ինձ դաստիարակելու եւ միանժամանակ արդեն պատանեկան տարիքում Տիրոջ խրատը դառնում է օրինակ ինձ համար։ Իսկ հասուն տարիքի մեջ, երիտասարդության եւ հասուն տարիքի մեջ այլևս սիրո դրսևորումն է խրատ դառնում։ Ուրեմն Տիրոջ խրատը ունի իր զանազան երեսներ։
Եվ այս առումով Տերը ում սիրում է նրան խրատում է ու միշտ է խրատում։ Եվ սա բնական է ու լավ է։ Այն մարդը, ով խրատ չի ստանում, այդ մարդը սեր չունի կյանքում եւ սիրող չունի իրեն։ Ես աշակերտներին ում դաս եմ տալիս, ասում եմ, որ երբ ես ձեզ դիտողություն անեմ ինչ որ մի բանի, հա, նշանակում է, որ ես ձեզ չեմ սիրում։ Ես դիտողություն եմ անում ցույց տալու համար իմ կարևորությունը դասարանի մեջ։ Բայց եթե ես ձեզ խրատում եմ, իմացեք, որ ես ձեզ սիրում եմ, որովհետև խրատ ամեն մարդ չի կարող տալ։ Եվ խրատ տվողը պիտի զգուշանա եւ խրատ վերցնողը։ Հետաբար Աստված երբ որ խրատում է, մարդը պիտի ուրախ լինի։ Նշանակում է, որ Աստված սիրող հայր է իրեն եւ դրա համար այդ խրատին տանում։ Այլապես պետք չէ լինի։ Մարդը իր բոլոր փորձություններին պատրաստ է։ Ես մի խոսք ունեմ, ասում եմ, որ Աստված թույլ չի տա մարդու կյանքում փորձություն իր թիգունքից ավելի լայն։ Այսինքն Աստված թույլ է տալիս, որ մենք փորձվենք, բայց թույլ է տալիս այնքան, ինչքան որ գիտի մենք կարող ենք տանել։ Բայց Սատանան մեզ ասում է, որ չէ, դուք կարող չեք եւ մի հատ ճնշվեք, մի հատ խառնվեք իրար, կորցրեք ձեզ, որովհետեւ դուք կարող չեք, խաբում է մեզ նորից։ Իսկ Աստված ասում է, չէ, դու կարող ես եւ թույլ է տվել ինչի համար, որպեսզի մարդը ուժեղանա։ Փորձությունները գալիս են մեզ ավելի ուժեղ դարձնելու, եթե մենք պատրաստ ենք Աստծո հետ անցնելու այդ ճանապարհը։ Ուրեմն մարդը պիտի հասկանա, որ իր ամեն վարքյանը փորձություն է։ Եվ եթե ինքը ուզում է իր փորձությունը հոգուտ իր անձի բարելավման ծառայի, ինքը պետք է Աստծո հետ լինի։ Սա ոչ թե սեփական եսի կորուստ է, սա սեփական եսը ճիշտ արժևորելու հարց է։ Որտեվ եթե ես գիտեմ, որ ես Աստծո պատկերով եմ, ուրեմն այդ պատկերը իրական կրողը թող ինձ հետ լինի, որովհետեւ ես կարողանամ անցնել իմ փորձությունների միջով։ Եկեղեցին առասարակ երբեմն կարելի է որոշ բացառություններով նմանեցնել հիվանդանոցի։ Այսպես թե այնպես եկեղեցում առողջ մարդ չկա։ Այսպես թե այնպես, ինձանից սկսած։ Որովհետև եթե մենք անգամ ֆիզիկապես առողջ ենք, մենք հոգևոր առումով հիվանդություններ ունենք, մեծ ու փոքր։ Գոնե ամեն օր գրիպ է մեր հոգին։ Իսկ կոնկրետ մարդիկ, որոնք ունեն հոգեբանական խնդիրներ, որոնք ունեն դեպրեսիաներ, ընկճախտներ, պատերազմի հետ պատերազմյան կամ չգիտեմ կորուստների առումով, իրենք դիմում են եկեղեցու։ Եթե անգամ չեն դիմում, ծանոթներ կան, մարդիկ կան, որ մեզ են ասում, գիտես, այսինչ մարդը քո կարիքը ունի, այնինչ մարդը քո կարիքը ունի։ Մենք հոգևորականներս իդեալական, հա, սուրբեր չենք։ Բայց Աստված երբեմն հոգևորականներին օգտագործում է որպես անոթներ, տկար հոգևորականներին, այդ տեսակ մարդկանց կյանքում իրենց օրհնությունը հասցնելու համար։ Եթե ես իմ հորը ճանաչում եմ, եւ եթե ես գիտեմ իմ հոր տունը ինչ է, ես որքան էլ թափառեմ ամբողջ աշխարհով, ուր էլ գնամ, ինչքան էլ լավ լինի, միևնույնն է ես հետո դառնալու եմ իմ հոր տուն։ Որովհետեւ ոչ միտեղ ես չեմ կարող այդ հոդը առնեմ, այդ համը առնեմ, այդ հանգիստը ունենամ։ Որքան էլ թվացյալ լավ լինի, հա, օրինակ Ամերիկան շատ լավ երկիր է։ Օրը մարդը կարող է $500 կոնե մինիմում աշխատի, չէ՞։ Բայց այդ հանգիստը չեմ հավատում, որ պիտի ունենան։ Հետեւաբար նաև հոգևոր կյանքում այդպես։ Քրիստոնեությունը մեր մաշկի գույնն է։ Դա ուղղակի խոսքեր չէ։ Մի ժողովուրդ, մի ազգ, եթե 2000 տարի քրիստոնյա է եղել, 2000 տարի խաչակնքվել է, 2000 տարի Աստվածածին է գովերքել, Սուրբ Հովհաննես է գովերքել, Սուրբ Հակոբ է գովերքել, Սուրբ Սարգիս է գովերքել, Գրիգոր Լուսավորիչ, Ներսես Շնորհալի, Նարեկացի, որքան էլ ուրիշ տեղ հայտնվի այդ բային փառատվելու համար, միևնույնն է ինքը ուրիշ ներքին բաղձանք ունի, ցանկություն ունի, որը բավարարելու համար պտտվելու եւ կա հայտնվի էլի իր մայր եկեղեցու։ 4-րդ դասարանից ես փորձել եմ Աստծուն ճանաչել։ Ես չգիտեմ իմ պատանեկության տարիներին կարող է ինչ-որ տենց թեթև կասկածներ ունեցել եմ, բայց իմ դեռահասությունը դասավորվել է այնպես, որ ես հավատքի մեջ եղել եմ եւ իմ դեռահասության տարիներին այդ ստրեսները չեմ ունեցել կասկածելու Աստված կա, չկա, հա, կարևորը PlayStation-ն է թե եկեղեցին, այդ բաները մենք չենք ունեցել եւ դա առավելություն էր մեզ համար։ Հասուն տարիքի մեջ չեմ ունեցել կասկած Աստծո լինելիությանը, գոյությանը, բայց կասկած ունեցել եմ եւ ելի կարող է ունենամ,
թե ինչու է այսպես։ Ոչ թե դժգոհությամբ, այլ ես ինքս ինձ եմ հարց տալիս ու քանի որ պատասխանը չունեմ, հարցս գնում է դեպի Աստված։ Եվ միևնույն է, գիտեմ, որ Տերը կարող է ինձ չպատասխանի։ Այս առումով այո, սկսում եմ կասկածել, ինչի եղավ այսպես։ Չէ՞ որ Աստված այսպես էր ասում։ Որովհետև երևի խելքս պակաս է, դեռ այդ իմաստությունը չունեմ հասկանալ։ Եթե կասկածի մասին խոսում ենք բողոքելու առումով, կյանքում մեկ անգամ եմ ունեցել լուրջ բողոք, Աստծուն ուղղված, որի դիմաց Աստված ինձ ուղղագիորեն, անմիջապես սովորեցրել է, որ այլևս կյանքում չպիտի բողոքես։ Եվ դա առաջի ու վերջի դեպքն է եղել իմ կյանքում։ Որպես այդպեսին այլևս չեմ փորձել ոչ բողոքել, ոչ կասկածել խորը։ Բայց որպես հոգեորական երբեմն նեղվում եմ, ասում եմ, չէ, որ քո ժողովուրդն է, ինչու, կամ չէ, որ քո ծառաներ, ինչու։ Այդ ինչուները ոչ թե ինձ կասկածի տեղիք են տալիս, որ Աստված կարող է չկա, այլ կասկածի տեղիք են տալի, որովհետև չեմ կարող հասկանալ Աստծուն։ Բայց մյուս կողմից էլ ես ինձ ասում եմ, այ հիմար, միևնույնն է, Աստծուն քննելը հանցագործություն է։ Այսինքն դու Պողոս Առաքյալի խոսքն եմ հիշում, ասում է, ինչպես կարող է անոթը բրուտից պահանջի, որ իր ուզած ձևը ստանա։ Չի կարող։ Բրուտը ինչ ուզում է, նա անում է այդ կավի հետ, անոթի հետ։ Հետևաբար ես այդ անոթն եմ։ Բրուտը Աստված է։ Ուրեմն եթե այդ խոնարհությունը ու համբերատարությունը ունենամ, Աստված գիտի ինչ անում։ Աստված գիտի։ Իսկ ով կասկածում է Աստծո գոյությանը, նա կասկածում է նաև իր գոյությանը։ Մի բան կա, որ աշխատացնում է այդ մարմինը։ Այդ մի բանը հոգին է։ Հետևաբար, եթե մեկը կասկածում է Աստծո գոյությանը, նա կասկածում է իր գոյությանը։ Որովհետև թող հոգի արտադրող մի կազմակերպություն ցույց տա։ Ոչ մեկը չի արտադրում, Apple-ն էլ ոնց որ չի արտադրում։ Դե եթե ես Աստծո գոյությանն եմ կասկածում, ուրեմն ես կասկածում եմ իմ հոգու գոյությանը նաև։ Եթե ես համաձայն եմ, որ ես կենդանիների հետ դասվեմ, թող կասկածեմ, թող հերքեմ, դրանից Աստված չի պակասում, ոչ էլ վերանում, մարդն է փչանում։ Այս առումով վտանգավոր է։ Սահմաններ պիտի լինի մարդու կյանքի մեջ, տաբուներ պետք է լինեն։ Տաբուները ազատությանը չեն խանգարում, հակառակ ձևավորում են ճշմարիտ մարդուն, որովհետև ազատությունը կանոնի մեջ է, անկանոնության մեջ անարխիա է։ Հետևաբար, եթե մարդը իր կյանքում տաբուներ չի դնում իր համար, սահմաններ ճիշտ, նա չի կարող զգալ իր տեսակը։ Իսկ այդ տաբուներից մեկը Աստծո սահմանը չհատելն է։ Այսինքն Աստված հայր է, ճիշտ է, Աստված բարեկամ է, բայց Աստված նաև դատավոր է։ Եվ երբեմն այդ սահմանային գիծը պետք է ճիշտ պահել։ Կյանք, ապրում, փիլիսոփայություն, ապրել կյանքով և իմաստասիրել։